Հեքիաթները կարդնանա և լուսնի լույսից կփայլի նորից։ Ողջույն իմ շատ սիրելի հեքիաթասերներին։ Շատ վաղուց ձեզ համար հեքիաթ չեմ պատմել։ Այսօր որոշել եմ պատմել Մոխրոտիկի պատմությունը։ Ժամանակին մի հեռավոր երկրում մի գեղեցիկ աղջիկ էր ապրում։ Անունը Մոխրոտ։ Նա ապրում էր իր խորթ մոր և երկու չար խորթ քույրերի հետ։ Մոխրոտը ստիպված էր կատարել բոլոր տնային գործերը։ Նրան թույլ չէին տալիս ոչ ուրախանալ, ոչ խաղալ։ Օհ, եթե միայն կարողանայի գնալ թագավորական պարահանդեսին և պարել, ուրախանալ կյանքումս մեկ անգամ։ Խորթ մայրը ծիծաղեց անսրտորեն։ Դու չափազանց շատ գործ ունես անելու։ Բայց այդ գիշեր Մոխրոտի կախարդական կնքամայրը բարի փերին հայտնվեց Մոխրոտին օգնելու համար։ Փերի կնքամայրը իր գավազանի հարվածով դդումը վերածեց ոսկի կառքի, մկներին ձիերի, իսկ Մոխրոտի հին մրոտ շորը գեղեցիկ շքեղ փայլուն զգեստի։ Հիշիր իմ աղջիկ, կախարդանքը կավարտվի կեսգիշերին, այդ ժամանակ եղիր տանը։ Մոխրոտը ժամանեց պարահանդեսին, և բոլորը հիացան նրա գեղեցկությամբ։ Սիրահարված արքայազնը միշտ նրա հետ էր պարում։ Արքայազնը ժպտում է. Դու ամենահրաշալի աղջիկն ես, ում ես երբևէ հանդիպել եմ։ Մոխրոտը կարմրում է. Շնորհակալություն, ձեր ընդմեծություն։ Երբ ժամացույցը դինգ-դինգ հարվածեց կեսգիշերին, Մոխրոտը հիշեց իր հեքիաթային կնքամոր նախազգուշացումը։ Նա շտապ դուրս վազեց այնտեղ, թողնելով իր ապակյա կոշիկը։ Արքայազնը վերցնելով կոշիկը ասաց. Ես պետք է գտնեմ այն աղջկան, ով կրում է այս կոշիկը։ Հաջորդ օրը արքայազնը խուզարկեց թագավորությունը, փորձելով ապակյա կոշիկը թագավորության բոլոր աղջիկների վրա։ Երբ նա հասավ Մոխրոտի տուն, նրա խորթ քույրերը փորձեցին կոշիկը, բայց այն շատ փոքր էր նրանց խոշոր ոտնաթաթերի համար։ Մեծ քույրը զայրացավ. Դե մտի, դմբո կոշիկ։ Փոքր քույրը նվնվաց. Լավ էլի, թզուկի կոշիկ է սա, շատ փոքր է։ Վերջապես հերթը հասավ Մոխրոտին։ Նրա նուրբ թաթիկը հիանալի տեղավորվեց։ Դու ես պարահանդեսի աղջիկը։ Մոխրոտը ժպտում է. Այո, ես եմ։ Արքայազնը Մոխրոտին տարավ պալատ, որտեղ նրանք ապրեցին երջանիկ։ Հիմա կասեք, իսկ Մոխրոտի խորթ մայրն ու խորթ քույրերը ինչ եղան։ Դե նրանք սովորեցին լինել ավելի բարի և ավելի օգտակար։ Մոխրոտը և արքայազնը ապրեցին ուրախ և երջանիկ, մինչև խոր ծերություն։ Ահա, սիրելի երեխաներ, ավարտվեց Մոխրոտի կախարդական հեքիաթը։ Հիշեք, վերջում միշտ բարին է հաղթում։ Եթե բաժանորդագրված չեք իմ ալիքին, ապա կարող եք բաժանորդագրվել։ Շնորհակալ եմ շատ։ Երբ գիշերը մոտենա, հեքիաթները կարդնանա, և լուսնի լույսից կփայլի նոր